անկախ նրանից այդ ինչ որ պահի քեզ ձեռք է տալիս թե չէ, բայց կան սկզբունքներ, կան հոգևոր սկզբունքներ, կան սկզբունքներ հավատացյալի համար, կան սկզբունքներ, որ Աստծո խոսքը տարիներ շարունակ խոսում է։ Մենք պիտի լինենք սկզբունքային։ Ժամանակները փոխվում են, բայց Աստծո խոսքը չի փոխվում։ Մեղքը մնում է մեղք, սրբությունը սրբություն։ Ժամանակները փոխվում են, բայց հոմոսեքսուալիզմը ինքը մեղք է։ Ժամանակները փոխվում են, բայց քնել մեկի հետ, ով քո կինը չի, դա մեղք է։ Անկախ նրանից։ Գիտեք, մարդիկ նեղացել են, եկեղեցուց գնացել են, որովհետև ուզեցել են օրհնեմ մի բան, որը որ օրհնելու չի։ Օրհնի ինձ ապրեմ մեկի հետ, ով իմ ամուսինը չի։ Մենք պիտի լինենք սկզբունքային։ Ցավոք սրտի, շատ կրոնական մարդիկ մտածում են, որ շնորհքի քարոզիչները սկզբունքային չեն, իրանք չարաչար սխալվում են։ Մենք սկզբունքային ենք, ուղղակի մենք մեղքին ենք մեղք ասում։ Մենք վերջի կոճակը չկոչկելուն մեղք չենք ասում, մաս չներկելուն մեղք չենք ասում, որովհետև դա մեղք չի, իսկ մենք մեղքին մեղք ենք ասում։ Ժամանակները փոխվել են, բայց սուտ խոսալը մեղք է։ Ժամանակները փոխվել են, բայց համբուրվել նրա հետ, ով քո կինը կամ ամուսինը չի լինելու մեղք է։ Ժամանակները փոխվել են, բայց աղջկա հետևից ու տղայի հետևից նայել ու ցանկանալը մեղք է։ Ժամանակներն են փոխվել, Աստծո խոսքը չի փոխվել։ Ու մեր սկզբունքն է, այն մարդիկ, ովքեր իրանց կյանքում ունեն գերություն չվերցնել ծառայության։ Ես երբեք չեմ ասում, ծխելը քեզ դժոխք է տանելու կամ ալկոհոլ օգտագործելը քեզ դժոխք է տանելու։ Չէ, դու ծխելով երկինք միգուցե հասնես ու ավելի շուտ, որտեվ քեզ շուտ կսպանի սիգարետը։ Ալկոհոլ խմելով էլ կարաս երկինք հասնես միգուցե, բայց ավելի շուտ, քան Աստված էր նախատեսել։ Բայց եթե դու ունես քո կյանքում գերություն, դու ես եկեղեցում չես կարա ծառայես։ Դա մեր սկզբունքն է։ Ինչքան էլ, բա ես տաղանդավոր եմ, դա մեր սկզբունքն է։ Սրբությունը քրիստոնյայի համար պիտի լինի սկզբունք։ Դե գիտես, ես ինչքան եմ ուզում, հովիվ ջան, իսկ ով ասել, որ դու պիտի անես այն ամեն ինչ, որ ուզում ես։ Ես հասկացել եմ մի բան իմ ծառայության ընթացքում, որ ամեն ինչ չի, որ ես իմանում եմ, դա ճիշտ է, եթե ես իմանում եմ, դա դեռ չի նշանակում, որ ես դա անում եմ։ Բոլորս գիտենք ուտից հետո ուտել չի կարելի, ու բոլորս էլ ուտում ենք ուտից հետո։ Բոլորս գիտենք, որ կոլա խմել չի կարելի, ու բոլորս էլ կոլա ենք խմում։ Միայն իմանալ ճշմարտությունը, դա չի նշանակում, որ դու կան պիտի լինես սկզբունքային, որ կարողանաս պահես ճշմարտությունը։ Պիտի լինես սկզբունքային, որ տարբերվես քո կողքիններից։ Ու սկզբունքայնությունը, սիրելիս, ինձ ու քեզ առանցին է, յուրահատուկ է սարքում։ Սուրբ նշանակում է առանձնացված։ Սուրբ նշանակում է մաքուր։ Աստված մեզ առանձնացրել է իր համար։ Ու Աստված մեզ սկզբունքներ է տվել, որով որ մենք պիտի ապրենք։ Աստծո խոսքը ասում է, սահմանը քանդողի նոցը կգծի։ Կա սահման, որը որ մենք չպիտի անցնենք։ Անկախ նրանից դու մենակ ես թե չէ, անկախ նրանից ինչ որ մեկը եկեղեցու հովիվը կամ ծառայողները քեզ տեսնում են թե չէ։ Կա սահման, որ դու չպիտի անցնես ուրիշի կյանքում ուրիշին մանիպուլյացիա անելով, ուրիշի կյանքի մեջ մտնելով։ Կա սահման, որ դու չպիտի անցնես, որովհետև դա քո համար վտանգավոր է։